Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախ համառոտ։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության քննությունն ավարտվել է, նիստը տևել է 6 ժամ։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշում կայացնելու։ Զինված ուժերի գշպետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասրյանն աշխատանքային այցեր է կատարել երրորդ եւ երկրորդ բանակային զորամիավորումներ, ներկա եղել ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողությունների։ Ինոպրոմ 2026 միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուրգում մասնակցել է Ինդուստրիա 360 արտադրություն առանց սահմանների լիագումար նիստին, այնուհետև հանդիպել Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայել Միշուստինի հետ, ինչ հարցեր է քննարկել վարչապետը։ Դամասկոսում Four Seasons հյուրանոցի մոտ, որտեղ կան գերարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հնչել են պայթյուններ։ Ելիսեյան պալատը հայտնել է, որ Մակրոնը չի տուժել, նրա այցը շարունակվում է։ Ռուսաստան-Ուկրաինա փոխադարձ հարձակումների աշխարհագրությունը կրկին ընդլայնվում է, մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարում է, որ կողմերը ավելի քան երբևէ մոտ են պատերազմի ավարտին։ Առինջում մեկնարկում է ջրամատակարարման համակարգի վերակառուցման հերթական փուլը։ Վիոլա ջուրը ներդնելով 905 միլիոն դրամ կվերակառուցի ավելի քան 22 կիլոմետր բաշխիչ ցանց եւ կտեղադրի մոտ 1700 նոր ջրաչափական հանգույց։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության քննությունն ավարտվել է, նիստը տևել է 6 ժամ։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ հեռացել է խորհրդակցական սենյակ կայացնելու որոշում։ Այս մասին դատարանի բակում լրագրողներին հայտնել է նրա պաշտպաններից Երեմ Սարգսյանը, նշելով, որ դատարանը նախապես կտեղեկացնի որոշման հրապարակման մասին։ Ինչպես արդեն հայտնել ենք, ըստ քննչական կոմիտեի փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-24 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։ Անդրադառնանք այլ թեմաների, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասրյանը աշխատանքային այցեր է կատարել երրորդ եւ երկրորդ բանակային զորամիավորումներ։ Երրորդ զորամիավորումում գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա եղել գեներալ-մայոր Սիմոն Նազարյանի երրորդ բանակային զորամիավորման ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողությանը, այնուհետև Ասրյանն այցելել է երկրորդ բանակային զորամիավորում, մասնակցելու գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանի երկրորդ բանակային զորամիավորումում ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողությանը։ Զինված ուժերի գշպետը երկրորդ բանակային զորամիավորման անձնակազմին ներկայացրել է նորանշանակ հրամանատարին գեներալ-մայոր Սիմոն Նազարյանին։ Ինոպրոմ 2026 միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում վարչապետ Փաշինյանը Եկատերինբուրգում մասնակցել է Ինդուստրիա 360 արտադրություն առանց սահմանների լիագումար նիստին, ներկայացրել Հայաստանի արդյունաբերական զարգացման առաջնահերթությունները, այնուհետև հանդիպել Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայել Միշուստինին, քննարկել երկկողմ հարաբերություններին եւ Եվրասիական տնտեսական միության շրջանակում գործակցությանը վերաբերող հարցեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուրգում մասնակցել է Ինոպրոմ 2026 միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացված Ինդուստրիա 360 արտադրություն առանց սահմանների լիագումար նիստին։ Իր ելույթում Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է արձանագրում, իսկ պետական քաղաքականության առանցքային ուղղություններից է գիտատար արտադրությունների զարգացումը։ Վարչապետը շեշտել է, տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունը պետք է ծառայեն ոչ թե մարդուն փոխարինելուն, այլ նրա ստեղծագործական հնարավորությունների ընդլայնմանը։ Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում։ 2025 թվականին արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը 2024 թվականի համեմատ կազմել է 4,7%, իսկ ընթացիկ տարվա 4 ամիսների ընթացքում 13%։ Մեր արդյունաբերական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը գիտատար արտադրությունների ձևավորումն է։ Բարձր տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության զարգացման դարաշրջանում մեզ համար հիմնական ուղենիշը պետք է մնա հումանիտար ասպեկտը։ Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա միատարր աշխատանքից։ Լիագումար նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայել Միշուստինը, Բելարուսի, Ղազախստանի եւ Ղրղызստանի վարչապետները։ Քննարկումներից հետո Նիկոլ Փաշինյանն ու Միխայել Միշուստինը երկկողմ հանդիպում են ունեցել, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների տնտեսական գործակցության եւ Եվրասիական տնտեսական միության շրջանակում գործակցության հարցերին։ Միշուստինն ակնկալում է, որ Հայաստանի նոր կառավարությունը, որը կձևավորվի քվեարկության եւ ընտրությունների արդյունքներով, կապահովի երկու երկրների հարաբերությունների զարգացումը, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների առաջընթաց զարգացումը։
Չնայած համաշխարհային տնտեսության տուրբուլենտությանը, Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում Հայաստանի արտաքին առևտրային գործընկերների եւ ներդրողների շարքում։ Կարևոր է, որ Հայաստանի կառավարությունը շարունակի հարմարավետ պայմաններ ստեղծել ռուսաստանյան ներդրողների գործունեության համար։ Վստահ եմ, որ երկու երկրների գործարարները կգտնեն նոր համատեղ նախագծերի եւ կոոպերացիայի հնարավորություններ։ Հայաստանի վարչապետն իր հերթին ընդգծել է, որ Երևանը պատրաստ է կառուցողական երկխոսության, օրակարգում առկա բոլոր հարցերի շուրջ եւ շահագրգռված է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմամբ։ Ընտրություններից հետո սա լավ առիթ է մեր հարաբերությունների օրակարգի ամբողջ շրջանակը քննարկելու համար։ Վերջին շրջանում ի հայտ են եկել որոշ խնդրահարույց հարցեր։ Հույս ունեմ, որ մենք կքննարկենք եւ կլուծենք դրանք։ Մենք տրամադրված ենք Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմանը եւ շահագրգռված ենք, որպեսզի Եվրասիական տնտեսական միության շրջանակում նախատեսված մեխանիզմներն աշխատեն լիարժեք եւ պլանային ռեժիմով։ Վարչապետը հույս է հայտնել, որ կայացած բանակցությունների արդյունքներով կհաջողվի լուծել կոնկրետ հարցեր։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Դամասկոսում Four Seasons հյուրանոցի մոտ, որտեղ կան գերարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հնչել են պայթյուններ։ Reuters-ի հաղորդմամբ հյուրանոցի մոտ պայթյուններից հետո հարակից ճանապարհները փակվել են, իսկ անվտանգության միջոցառումներն ուժեղացվել։ Ելիսեյան պալատը հայտնել է, որ Մակրոնը չի տուժել, նրա այցը շարունակվում է։ Պայթյունների հետևանքով վիրավորվել է առնվազն 18 մարդ, այդ թվում 4 ոստիկան։ Ոստիկանությունը պայթուցիկ սարքերը հայտնաբերել է դրանց պայթեցումից առաջ, սակայն սակրավորները չեն կարողացել վնասազերծել դրանք։ Le Figaro-ի հաղորդմամբ մեկ ռումբը տեղադրված է եղել աղբամանում, իսկ մյուսը հյուրանոցի մոտ գտնվող մեքենայում։ Ելիսեյան պալատը հայտարարել է, որ արդեն կայացել է Մակրոնի հանդիպումը Սիրիայի նախագահի պաշտոնակատար Ահմեդ Ալ-Շարայի հետ։ Ռուսաստան-Ուկրաինա փոխադարձ հարձակումների աշխարհագրությունը կրկին ընդլայնվում է։ Ուկրաինան ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Ռուսաստանի մի շարք շրջանների, այդ թվում Կալուգայի եւ Ուկրաինայի սահմանից 2500 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Օմսկի ուղղությամբ, իսկ Ռուսաստանը զանգվածային հրթիռադրոնային հարված է հասցրել Կիևին ու հարակից շրջաններին։ Ուկրաինական կողմը խոսում է տասնյակ զոհերի եւ Պատրիոտ համակարգերի համար հրթիռների սուր պակասի մասին, մինչդեռ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարում է, որ կողմերը ավելի քան երբևէ մոտ են պատերազմի ավարտին։ Ռուսաստանի Կալուգայի մարզում անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել Դերժինսկի շրջանում գտնվող արդյունաբերական ձեռնարկությունում։ Նախնական տվյալներով աշխատակիցները տարհանվել են, տուժածներ չկան։ Աստրայի տվյալներով այս շրջանում են գտնվում առաջին գործարան նավթավերամշակման ձեռնարկությունը, նավթաբազա եւ թղթի ու այլ արտադրության մի շարք խոշոր օբյեկտներ։ Նախնական վարկածով հարվածի թիրախը եղել է առաջին գործարան մինի նավթավերամշակման գործարանը, որի նախագծային հզորությունը տարեկան շուրջ 1.2 միլիոն տոննա է։ Բելգորոդի մարզում էլ ռուսական կողմի հաղորդմամբ գիշերը ենթարկվել է զանգվածային հրթիռային հարձակման, վնասվել է էներգետիկ ենթակառուցվածք։ Բելգորոդի որոշ հատվածներում գրանցվել են էլեկտրաէներգիայի եւ ջրամատակարարման խափանումներ։ Բելովսկոյե գյուղում մեկ մարդ զոհվել է, եւս 3-ը տուժել։ Տելեգրամյան որոշ ալիքներ էլ նշում են, որ հարվածից հետո հրդեհ է բռնկվել մայրուղային գազատարների գծային արտադրական վարչության տարածքում, ինչից հետո Բելգորոդում սկսվել են գազամատակարարման խափանումներ։ Նշվում է, որ այդ ենթակառուցվածքը գազ է մատակարարում ոչ միայն Բելգորոդին, այլև մարզի մի շարք շրջանների։ Հարվածների մասին տեղեկություններ են ստացվել նաև բռնակցված գրիմից։ Ըստ NASA Farms համակարգի տվյալների հրդեհներ են բռնկվել արևմտյան գրին եւ Սակի ենթակայանների, նաև S400 զինահրթիռային համալիրի դիրքերի հատվածներում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի շրջանների բռնակցված գրիմի, նաև Սև եւ Ազովի ծովերի ջրատարածքների վրա խոցվել է 452 անօդաչու թռչող սարք։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին եւ Կիևի մարզին։ Ուկրաինական կողմի տվյալներով հրթիռների եւ անօդաչուների հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 28 մարդ։ Կիևում փրկարարները մարմիններ են դուրս բերել բազմահարկ շենքի փլատակներից, վնասվել են տասնյակ բնակելի շենքեր։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով ռուսական կողմը կիրառել է 23 բալիստիկ հրթիռ, որոնցից ոչ մեկը չի խոցվել։ Կիևում դա կապում են Պատրիոտ համակարգերի համար նախատեսված հրթիռների սուր պակասի հետ։ Պարզապես անհեթեթ է, որ ժամանակակից աշխարհում արտադրությունը դեռ չի հասցվել այն մակարդակի, որն անհրաժեշտ է մարդկանց բալիստիկ ահաբեկչություններից պաշտպանելու համար։ Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ կրկին կոչ է արել դաշնակիցներին ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը։ Նրա խոսքով, քանի դեռ Պատրիոտ հրթիռները մնում են դաշնակիցների պահեստներում, Ռուսաստանը շարունակելու է խոցել բնակելի շենքերը։ Ուկրաինան իր հերթին հայտարարել է Ռուսաստանի նավթային ենթակառուցվածքների դեմ նոր հարվածների մասին։ Կիևի տվյալներով
թվականներով անօթաչուները հարվածել են Օմսկի նավթավերամշակման գործարանին, որը գտնվում է Ուկրաինայից 2700 կիլոմետր հեռավորության վրա։ Այն Ռուսաստանի ամենահզոր եւ 10-րդ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից վերջինն էր, որը դեռևս չէր տուժել անօթաչու թռչող սարքերի հարձակումից։ Ռուսական կողմը հաստատել է հարվածի փաստը եւ հայտնել հրդեհի մասին, նշելով, որ տուժածներ չկան։ Reuters-ի տվյալներով Օմսկի գործարանը տարեկան վերամշակում է մոտ 23 միլիոն տոննա նավթ։ Ուկրաինական կողմը հարվածը ներկայացնում է որպես պատերազմի ամենահեռահար գործողություններից մեկը։ Զելենսկին այն անվանել է Ուկրաինայի զինված ուժերի կարևոր ձեռքբերում, ընդգծելով, որ Սիբիրը եւս հասանելի է դառնում ուկրաինական ճշգրիտ հարվածների համար։ Ռուսական մի շարք շրջաններում արդեն վառելիքի խնդիրներ են արձանագրվում, արդեն որքան ժամանակ է բենզալցակայանների մոտ հերթեր են գոյանում, իսկ որոշ վայրերում գործում են բենզինի եւ դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ։ Ուկրաինական հարվածները նավթավերամշակման գործարանների եւ էներգետիկ օբյեկտների ուղղությամբ սկսել են ազդել Ռուսաստանի ներքին շուկայի վրա։ Այս ֆոնին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում քննարկելու է Ուկրաինայի հարցը եւ հանդիպելու Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Կարծում եմ մենք ավելի մոտ ենք պատերազմի ավարտին, քան մարդիկ պատկերացնում են։ Նախագահ Պուտինը ցանկանում է, որ դա ավարտվի, եւ նախագահ Զելենսկին նույնպես ուզում է, որ պատերազմը ավարտվի։ Կրեմլում պնդում են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշումը հակամարտության կարգավորման հարցում էականորեն չի փոխվել։ Դմիտրի Պեսկովի խոսքով Թրամփը պահպանում է հետևողական մոտեցում եւ բաց է Ռուսաստանի փոխանցած տեղեկությունները լսելու համար։ Լարվածություն է արձանագրվել նաեւ ՆԱՏՕ-ի հյուսիսային թևում։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նորվեգական ծովում ռուսական BRF պարեկային ինքնաթիռը մի քանի անգամ մոտեցել է HMS Prince of Wales ավիակրին եւ ցածր բարձրությամբ թռիչք իրականացրել նավի մոտ։ Բրիտանական կողմը միջադեպը որակել է անվտանգության տեսանկյունից վտանգավոր եւ ոչ պրոֆեսիոնալ։ Ռուսական ինքնաթիռին ուղեկցելու համար օդ են բարձրացել բրիտանական F-35 կործանիչներ։ Փոխադարձ հարվածների այս փուլը համընկնում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հետ, որտեղ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության հարցը լինելու է հիմնական թեմաներից մեկը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Այսօր Անկարայում իր աշխատանքն է սկսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որին կմասնակցեն դաշինքի երկրների առաջնորդները եւ բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում մասնակիցները կքննարկեն միջազգային անվտանգության, պաշտպանական գործակցության, ամրապնդման հարցեր, իրավիճակը տարածաշրջանում եւ ՆԱՏՕ-ի զարգացման հետագա ուղղությունները։ Թուրքիայի մայրաքաղաքում ձեռնարկվել են անվտանգության ուժեղացված միջոցառումներ կապված գագաթնաժողովի անցկացման հետ։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Ռուսաստանը հարվածել է Դնեպրոպետրովսկի մարզի Սամար քաղաքում գտնվող Նովայա պոչտայի խոշորագույն տերմինալին։ Հարձակման հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել։ Վնասվել է Նովայա պոչտայի խոշորագույն տերմինալը։ Տուժածների եւ վնասվածների վերաբերյալ պաշտոնական տվյալներ առայժմ չեն հրապարակվել։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում անկախության օրվա երրորդյա տոնակատարության ընթացքում հրազենային բռնության հետևանքով զոհվել է 100 մարդ, եւս 340-ը վիրավորվել։ Նախնական տվյալներով այդ օրերին գրանցվել է զանգվածային հրաձգության շուրջ 20 դեպք, ինչն ամենաբարձր ցուցանիշն է 2021 թվականից ի վեր։ Կազմակերպության գնահատմամբ զոհերի եւ վիրավորների ընդհանուր թիվը կազմել է 440 մարդ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կամ համաձայնագիր կկնքի Թեհրանի հետ կամ ավարտին կհասցնի գործը, նկատի ունենալով Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսումը։ Օվալաձև սենյակում լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ նախընտրում է համաձայնության հասնել, քանի որ չի ցանկանում Իրանի բնակչության համար ծանր հետևանքներ ստեղծել։ Նա միաժամանակ պնդել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է արագ շարքից հանել Իրանի կամուրջներն ու էներգետիկ ենթակառուցվածքները։ Իրանում Թրամփի հայտարարությունը որակել են պատրանքային։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհամմադ Բաղար Զալղարդը հայտարարել է, որ Իրանի հետ պետք է խոսել հարգանքով, ոչ թե սպառնալիքների լեզվով։ Հայտարարությունից հետո Axios-ը հղում անելով ամերիկացի պաշտոնյայի հայտնել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն առնվազն 2 հրթիռ է արձակել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի ուղղությամբ։ Բրիտանական կողմը հաստատել է 1 նավի թիրախավորման մասին, նշելով, որ տուժածներ չկան։
Իսրայելի բանակը հայտարարել է, որ Գազայի հատվածում իրականացրած գործողությունների ընթացքում ոչնչացրել է Համասի ռազմական թևի զինյալների պատրաստման բաժնի հրամանատար Ֆադի Ֆալահ Աշուր Դաղմաշին։ Իսրայելական կողմի պնդմամբ Դալմաշը պատասխանատու էր մարտական ստորաբաժանումների, այդ թվում հրթիռային հաշվարկների պատրաստման համար, նաև ղեկավարում էր իսրայելական զորքերի դեմ իրականացվող գործողությունները Գազայի հատվածում։ Իսրայելի բանակի տվյալներով վերջին շրջանում նա զբաղվում էր նաև Համասի մարտական ներուժի վերականգնմամբ և նոր գործողությունների պլանավորմամբ։ Առինջում մեկնարկում է ջրամատակարարման համակարգի վերակառուցման հերթական փուլը, Վիոլա ջուրներ ներդնելով 905 միլիոն դրամ կվերակառուցի ավելի քան 22 կիլոմետր բաշխիչ ցանց և կտեղադրի մոտ 1700 նոր ջրաչափական հանգույց, նպատակ ունենալով նվազեցնելու ջրի կորուստները և ապահովելու ավելի կայուն ջրամատակարարում։ 905 միլիոն դրամի ներդրում և Վիոլա ջուր ընկերությունը Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում մեկնարկել է ջրագծերի վերակառուցման 3-րդ ավարտական փուլը։ Առինջում կես դար առաջ կառուցված խողովակները քայքայված էին, առկա էին ապօրինություններ, անհատական տնտիրություններով անցնող ջրագծեր և մեծ ջրաքանակի կորուստ վայրկյանում 22 լիտր։ Խնդրին վերջնական լուծում էր պետք, որն էլ որոշվեց իրականացնել այս տարվա պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով։ Ջրագծերը բավականին հին են, նույնիսկ սովետական միության տարիներից 950-ական թվականներից կառուցված գծեր են։ Մեծամասնությունը ասում են սեփականատիրական տարածքներով, որտեղ նույնիսկ դեպքեր են եղել, որ վթարի ժամանակ չեն կարողացել ներս մտնել, քանի որ կողքերից կառուցապատված, պարսպապատված ներսում աշխատանքներ կատարել հնարավոր չի եղել։ Ստիպված կատարել ենք ջրագծի շրջանցում, բավականին մեծ ծախսերի հետ կապված, ժամանակի հետ կապված, բնակիչներին անհանգստություն։ Ծրագրի իրականացման հիմնական նպատակը դա է, որպեսզի սեփական տարածքներից ջրագծերը դուրս հանվեն եւ խնայվի ջրաքանակը միան։ 1700 բաժանորդի համար ընկերությունը վերակառուցում է ավելի քան 22 կիլոմետր բաշխիչ ցանց։ Սա 2023-ից 24 թվականներին իրականացված աշխատանքների շարունակությունն է, երբ կրկին պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով Խաչատուր Աբովյան եւ Պարույր Սևակ թաղամասերի 1000 բաժանորդի համար վերակառուցվել է 13 կիլոմետր ջրագիծ։ Խնդիր չունենք փոխարինված հատվածներում։ Բողոքներ բացարձակապես չենք ստանում։ Նախկին որորական կարող էր ստացվել 3-ից 5 բողոք փոխարինված հատվածներից։ Հիմա ներկայումս նույնիսկ զանգ չի լինում։ Վիոլա թիմն իր աշխատանքները սկսել է Առինջի այն փողոցներում, որտեղ համայնքը սուբսիդավորման ծրագրով պետք է ասֆալտապատում իրականացնի։ Այս մեկը ստերից է սկսել, ասես գալիս է, այս մեկը ստերից է սկսել, կանաչով։ Գալու են ստեղ իրար հանդիպեն։ Այո։ Հիմա ուզում ենք սա մեջտեղից հանենք շուտ, սա հանենք, որ դուք արդեն մենք անցնենք այս կողմերին, դուք ձեր ասֆալտապատման աշխատանքները կարողանաք իրականացնել։ Մեր խնդիրը այն է, որ ձեզ չխանգարենք, դուք ձեր ծրագրերը կարողանաք իրականացնել։ Որտեղ ձեր սուբվենցիան դեռևս անցած տարվանից է հաստատվել, դուք չեք կարող փոխեիք։ Դրա համար այնց ենք արել, որ զուգահեռաբար իրար չխանգարենք։ Ես գիտեմ աշխատանքները, որ ընթանում են ու կարծում եմ ճիշտ ժամանակին, ասենք, կկատարվեն, ասենք սահմանված ժամկետում, որ մենք էլ այդ սուբվենցիոնը կարողանանք իրականացնել։ Բնակավայրում իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև քննարկումներին ոգևորությամբ հետևում են բնակիչները։ Նրանք են, որ պարբերաբար բախվում են վթարների հետևանքով ջուր չունենալու դժվարություններին։ Թե չէ ինչ էր, հին տրուբեք էին, օրական ջարդու փշուրելնում, այս կողմ, այն կողմ, մարդիկ ջուր չէին ունենում։ Հիմա լավ է, որ փոխեն շոչիկները, հաշվիչները հանեն դուրս, դե ջրի աշխատող է, եկավ, ասենք հաշվիչ գրելուց, մարդ չկա տունը, ումը կանչի։ Ծրագրի ավարտից հետո Առինջում ջուրը ոչ միայն ավելի հուսալի կհասնի բաժանորդներին, այլև կնվազեն ջրի կորուստներն ու վթարների թիվը, կբարելավվի ջրամատակարարման կառավարումը եւ կկայունանա ճնշումը հատկապես ամռան ամիսներին։ Առինջ բնակավայրի սնուցումը կատարվում է կաթնաղբյուրից։ Կաթնաղբյուրը դա մեր այն աղբյուրներից է, որը տարիների ընթացքում բավականին նվազել է նրա ջրաքանակը։ Իսկ նրա կարևորությունը կայանում է նրանում, որ հյուսիսային շրջանները մեր Երևանի մասիվի հատվածը, Առինջի հատվածը, Ավանը, դրանք այլ սնուցման աղբյուրներ չունեն։ Հիմնականում սնվում են հենց կաթնաղբյուրից։ Ջրաքանակների նվազելու հետևանքով, որպեսզի բնակավայրերին ապահովենք սահմանված նորմայի համապատասխան ջրաքանակ, Առինջի ծրագրի կարևորությունը բավականին մեծ է, որպեսզի այստեղ խնայված ջրաքանակը ուղղվի մյուս հատվածներում, խնդրահարույց հատվածներում
տարվա շոկ եղանակներին ջրաքանակի ապահովմանը։ Ամռան ամիսներին, երբ ջրի սպառումը զգալիորեն աճում է Երևանի հյուսիսային բնակավայրերում, երբեմն առաջանում են ջրամատակարարման գրաֆիկի պահպանման հետ կապված դժվարություններ։ Ընկերությունը նշված խնդրի կարգավորման համար դեռևս 2024 թվականից սկսել է Կաթնաղբյուրի ջրատարից սնվող թաղամասերի ջրամատակարարման համակարգերի վերակառուցման աշխատանքները։ Առինջում իրականացվողը այդ նույն ծրագրի շարունակությունն է, որի նպատակն է բարելավել բնակավայրերի ջրամատակարարման պայմանները եւ հնարավորինս նվազեցնել հատկապես ամռան ամիսներին առաջացող դժվարությունները։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Այսքան այժմի համար ցտեսություն։